Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը։ Երկու սուրբ մզկիթների պահապան թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ SPA-ն նշում է, որ թագավորը նամակը ստացել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Վալիդ բին Աբդուլ Քարիմ Ալ Խուրեյջիի միջոցով, որը նախորդ օրը հանդիպել էր Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոզլովի հետ։ Գործակալության տվյալներով հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքում եւ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բարձր մակարդակով բանակցություններին, բայց նախ պետք է արդյունքի հասնել պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը ուրբաթ գիշեր նոր հարված են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքա Հովտին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Թիրախը եղել է ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ, որի տարածքում ըստ բանակի զենք է եղել։ Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Իսրայելը նախկինում հարձակվել է այս օբյեկտի վրա, սակայն վերջերս զինվորականները հայտնաբերել են շիական Հեզբոլլահ կազմակերպության զինված ստորաբաժանումների կողմից այն վերականգնելու Իսրայելական բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել Իսրայելի պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի վերացման համար եւ կկանխի իր ահաբեկչական ներուժը վերականգնելու Հեզբոլլահի ցանկացած փորձ, զգուշացրել են զինվորականները։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը խոստովանել է ընթացիկ տարում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը։ Մենք երկու ճանապարհ ունենք առջևում, կամ մենք փակում ենք մեր աչքերը այս հակամարտության վրա, կամ այս տարվա ընթացքում կհասնենք կայուն լուծման, ասել է Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսում։ Թուրքիայի արտգործնախարարի մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին է ներկայացրել նրա ելույթի տեսագրությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմին հուշագիր ներկայացնել կարգավորման վերաբերյալ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ։ Եվրոպական անվտանգության ապագան պետք է քննարկվի եվրոպացիների հետ, սակայն Ստամբուլում բանակցություններ կլինեն հատկապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, ասել է Ռուսաստանի Դաշնության նախարարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսպես թե այնպես, իհարկե, եվրոպական անվտանգության ապագան պետք է քննարկվի եվրոպացիների հետ։ Դրա շուրջ ելք չկա, բայց երկուշաբթի օրը Ստամբուլում մենք խոսում ենք կոնկրետ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների մասին, լրագրողներին ասել է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցություններն առանց նախապայմանների Ստամբուլում մայիսի 15-ին։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության բուն պատճառները եւ ապահովել Ռուսաստանի շահերը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Այս մասին հայտնել է կատարական Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Զոհվածների ընդհանուր թվից գրեթե 20 մարդ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Էլ Բուրեյջ փախստականների ճամբարի ռմբակոծության զոհ է դարձել։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է առնվազն 184 մարդ։ Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հրետակոծել Գազայի հատվածի հարավային հատվածը։ Խան Յունիս քաղաքի մոտակայքում գտնվող Ալ-Մավասի մարդասիրական գոտում փախստականների վրանների գիշերային հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ դադարեցնելով հունվարին հաստատված հրադադարը։
Ուկրաինան արևմուտքից ավելի շատ փող է խնդրում, ինչը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր չէ դադարեցնել հակամարտությունը, գրում է ամերիկյան Responsible Statcraft հրատարակությունը։ Ուկրաինան արդեն ավելի շատ գումար է խնդրում 2026 թվականին մարտերը շարունակելու համար, ինչը վստահ նշան է, որ նախագահ Զելենսկին չի պատրաստվում ավարտել պատերազմը, ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ մարտադաշտում իրավիճակը շարունակում է զարգանալ, հօգուտ Ռուսաստանի եւ եվրոպացի առաջնորդները գլուխները թաղում են ավազի մեջ, որոշելով, թե ով է վճարելու։ Գերմանական հեռահար Taurus հրթիռները որպես ուկրաինական ճանաչելու փորձերն անիմաստ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է Ղրիմից նախկին սենատոր, Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ պետակաշինության կոմիտեին կից փորձագիտական խորհրդի անդամ Օլգա Կովիտիդին։ Գերմանիան պետք է հասկանա, որ համաշխարհային հանրությանը խաբելու ցանկացած փորձ գերմանական Taurus հրթիռները որպես ուկրաինական հրթիռներ ճանաչելու ակնհայտորեն ձախողված է։ Ընդգծել է նա, Ամենայն դեպս Ռուսաստանը տարբերակ կգտնի նման ստի համար պատժելու եւ Գերմանիային եւ Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև ձևավորվել են ամուր անձնական հարաբերություններ։ Նման գնահատական է տվել Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ABC-ին տված հարցազրույցում։ Կարծում եմ եզրակացությունն այն է, որ նրանք ունեն ամուր անձնական հարաբերություններ, ասել է նա։ Քելոգը Թրամփին անվանել է լավագույն նախագահ, նա պարզաբանել է, որ Սպիտակ տան ղեկավարը անձնական մասնակցություն է ցուցաբերել վտանգելով իր առաջնորդությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամմադ բին Աբդալռահման բին Ջասիմ Աթանիի, ինչպես նաեւ Համաս խմբավորման քաղբյուրոյի անդամների հետ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Գազայի եւ Սիրիայի վերաբերյալ։ Իսկ Համասի քաղբյուրոյի անդամների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Գազայում հրադադարի հաստատման ուղղված ջանքերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հնարավոր եռակողմ հանդիպումը կնշանակի նրա լեգիտիմացումը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչու է կանաչ միջատը ուղիղ բանակցություններ փնտրում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հետ։ Պատասխանն ակնհայտ է։ 3 հոգանոց զրույցը նշանակում է միջատի հզոր լեգիտիմացում ներկաների հեղինակության շնորհիվ, նշել է նա։ Մեդվեդևի խոսքով այս ֆոնին Զելենսկին, ով հայտարարել է Պուտինի եւ Թրամփի հետ եռակողմ բանակցությունների հնարավորության մասին, այլ խնդիրներ ունի։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքով Փաշինյանի կողմից եկեղեցուն թիրախավորել է արշավը եկեղեցու դեմ եւ եկեղեցին պետք է ոտքի կանգնի։ Ավելին նա կարծում է իմպիչմենտի գործընթացում պետք է առաջադրվի կամ վեհապարի կամ մեկ այլ հոգևորականի թեկնածություն։ Շատ տրամաբանական է կապը Փաշազադեի եւ Փաշինյանի գործողությունների միջեւ։ Փաշազադեն կովկասյան մուսուլմանների վարչության նախագահն նա մայիսի 22-ին էր անարգել հայ եկեղեցին, մեր սրբավայրերը, քրիստոնեության մեր եկեղեցու գաղափարախոսությունը եւ հիմա Փաշազադեին շարունակում է իր հոգեզավակը, իր առաջնորդն է նրա Փաշազադեն Փաշինյանի երևի հոգեոր առաջնորդն է, շարունակում է նրա գործը այդ մակարդակով, դա սրբապղծություն է եւ կոնկրետ թիրախավորում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին։ Հենց այս իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի հենց կամ վեհապար հայրապետի կամ բարձրագույն հոգևոր խորհրդի որոշմամբ մեկ այլ հոգևորականի կամ հոգևոր խորհրդի որոշմամբ այլ ներկայացուցիչ թեկնածություն եւ իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը։ Մայրաքաղաք Երևանի սխալ պլանավորման հետևանքով ոչ միայն տուժում է երթևեկությունն, այլև երևանցին։ Քաղաքային պլանավորող Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Մաշտոցի պողոտայում շրջել եւ բացատրել է, թե կոնկրետ ինչն է սխալ կազմակերպված պողոտայում, որն էլ առաջացնում է անհարմարություններ։ Դուք տեսնում եք, որ առանձնացված կա ավտոբուսային գիծ, բայց հաշվի առնելով կան, որ հարյուրավոր խանութներ, բիզնեսներ, կաֆեներ, ռեստորաններ, դպրոցներ եւ այլն տարբեր հասարակական տեղեր անհնար է մարդկանց սովորացնել, երբ մարդիկ արդեն 100 տարուց չափ ավել սովոր են, որ դեպի մայթ եւ ընդհանրապես դեպի բիզնես գնալը շատ դժվար է։ Էլ չեմ ասում, որ քաղաքապետարանը հաշվի չի առել ամենակարևորը եւ էլի կիսատ պրատ թողելա
առաքման մեքենաների այս հարցը։ Նայեք, մեքենա կանգնեց։ Հիմա էլ չեմ ասում շատ են խնդիրներ։ Նայեք, այն մի մեքենան հետ դարձանում, որ կանգնի։ Հիմա այն ավտոբուսը, այն մի մեքենան ուզում է շարքերի վերադասավորում անի։ Անհնար ամենամեծ սխալը մտածել, որ Երևանում երբևէ մայթին մոտ գտնվող առանձնացված ավտոբուսային գիծն։ Ավտոբուսային գիծը այն պետքա լինի երրորդ շարքով եւ ավտոկանգառները պետքա լինեն որպես տերմինալներ, ամբողջ Եվրոպան, հիմնական աշխարհը անցել է դրան։ Առանձնացված գծեր։ Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան, եթե հիմա չհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ամերիկացի տնտեսագետ Կոլումբիայի համալսարանի կայուն զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։ Եթե պատերազմը շարունակվի, Ուկրաինան կկորցնի ոչ միայն շատ կյանքեր, այլև շատ տարածքներ, ասել է տնտեսագետը։ Սաքսը հավելել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ուկրաինան կարող է կորցնել ամբողջ Սև ծովի ափը, ինչպես նաև կարող է կործանվել։ Սակայն, ինչպես նշել է փորձագետը, ամեն ինչ կախված է ուկրաինական հակամարտության ելքից։ Եվրոպան իր հակառուսական կուրսի եւ դաշինքի ռազմականացման քաղաքականության ֆոնին սպառնում է ներքաշվել Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ։ Այս մասին Kossuth ռադիոյի եթերում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Որքան գումար ենք ծախսելու, քանի որ Ռուսաստանը դիտվում է որպես սպառնալիք, մենք հեշտությամբ կարող ենք ռուսների հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, ընդգծել է նա։ Ինչպես նշել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը, եվրոպական երկրների բանակները չեն ներկայացնում ահռելի ուժ, մինչդեռ Բրյուսելը երկար ժամանակ միջոցներ եւ զենք է ուղարկում Ուկրաինա։ 2025 թվականի առաջին եռամսյակում Եվրամիության եկամուտը ադամանդի արտահանումից նվազել է հասնելով ռեկորդային ցածր մակարդակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Եվրոստատի տվյալներին։ Նշվում է, որ Եվրամիությունը արտաքին շուկա ադամանդի մատակարարումներից կարողացել է վաստակել ընդամենը 1.4 միլիարդ եվրո։ Բելգիան, որը համարվում է ադամանդի հիմնական արտահանողը, Եվրամիության երկրներից կրճատել է արտահանումը 1/3-ով մինչև 1.3 միլիարդ եվրո։ Գերմանիայի կողմից ադամանդի մատակարարումները նվազել են 16%-ով, Ֆրանսիայից 2.5%-ով։ Այս դինամիկայի պատճառը Եվրոպա մուտք գործող ադամանդների քանակի նվազումն է։ Առաջին եռամսյակում ներմուծումը կրճատվել է 1/4-ով եւ կազմել 2.25 տոննա։ Հիմնական մատակարարները մնացել են Հնդկաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Առաջինը մատակարարումները կրճատել է 36%-ով հասնելով 850 կիլոգրամի, իսկ երկրորդը 30%-ով հասնելով 550 կիլոգրամի։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անցկացրել է Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ գումարման կենտրոնական ռազմական հանձնաժողովի 8-րդ ընդլայնված նիստը, որտեղ քննարկվել են բանակի եւ նրա կարգապահության նկատմամբ վերահսկողության ամուր համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ կարևոր ռազմաքաղաքական օբյեկտների շինարարությունը, հաղորդում է Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Հանդիպմանը որպես դիտորդներ մասնակցել են հանձնաժողովի անդամներ, պաշտպանության նախարարության հրամանատարներ, Կորեայի ժողովրդական բանակի բոլոր մակարդակների խոշոր ստորաբաժանումների ռազմական եւ քաղաքական հրամանատարներ, ինչպես նաեւ Կորեական ժողովրդական կուսակցության կենտրոնական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավար անձնակազմը։ Քննարկված հարցերի թվում էին անվտանգության մարմինների, տարբեր մակարդակների բոլոր քաղաքական մարմինների դերի եւ գործառույթի ամրապնդումը երկրի զինված ուժերի բոլոր ռազմաքաղաքական գործողությունների նկատմամբ վերահսկողության համակարգի ստեղծումը, կուսակցական գծին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև բանակում երկաթե կարգապահության ռեժիմի կազմակերպումը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ կուսակցական կազմակերպությունների եւ քաղաքական մարմինների դերի անընդհատ բարձրացման միջոցով բոլոր մակարդակներում հնարավոր է հաջողությամբ լուծել ռազմական շինարարության եւ ռազմական գործունեության ընթացքում առաջացող բոլոր խնդիրները։ Հաղորդել է Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Այս պահին Չինաստանի հետ բանակցությունները մտել են փակուղի։ Կարծում եմ մենք նրանց հետ ավելի շատ բանակցություններ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եւ կարծում եմ որոշ պահի կարող է հեռախոսազրույց լինել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի միջև, ասել են նա։
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին 5-շաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Նորթ Քիթ Քելոգը։ Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ Եվ մեզ հետ կլինեն Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից ազգային անվտանգության խորհրդականներ։ Նրանք նույնպես կարտահայտեն իրենց կարծիքը, ասել է նա, չմանրամասնելով, թե արդյոք արևմտյան ներկայացուցիչները անմիջականորեն կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի մասին Ստամբուլում, որը նախատեսված է հունիսի 2-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինային կհանձնի Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Ուկրաինայում ռազմաճակատը կարող է փլուզվել մի քանի օրվա ընթացքում ՌԴԶ առաջխաղացման պատճառով։ Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան Վրայան Բելետիկը։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, որտեղ ասվում է, որ Ռուսաստանին մոտ 100 տարի է պետք Ուկրաինայի ողջ տարածքն ազատագրելու համար։ Բելետիկը նշել է, որ Ուկրաինայի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը Մոսկվայի գլխավոր նպատակը չէ հակամարտությունում։ Չպետք է մոռանալ այլ հակամարտությունների օրինակները, երբ առաջնագիծը տարիներ շարունակ ընդհանրապես չի փոխվել։ Հետո մի քանի օրվա ընթացքում արագ փլուզվել է կողմերից մեկի հյուծվածության պատճառով, ընդգծել է նա։ Չինաստանի հետ Սպիտակ տան առևտրային բանակցությունները փակուղի են մտել։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Չինաստանի հետ բանակցություններն այս պահին որոշակիորեն փակուղում են։ Կարծում եմ, որ մենք նրանց հետ ավելի շատ բանակցություններ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, ասել է նա։ Վերջինս հավելել է, որ ապագայում ինչ-որ պահի հնարավոր են բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահե Ղալումյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանի հրապարակումներին, որտեղ վերջինս թիրախավորում է եկեղեցուն եւ հոգեվորականներին։ Ղալումյանը թեև չի տեսել Փաշինյանի վիրավորական գրառումները, բայց եւ այնպես արդարացնում է նրան։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Փաշինյանը գրառումների փոխարեն չի խոսում հոգեվորական դասի հետ եւ այդ մակարդակով չի տանում զրույցները, Վահե Ղալումյանը նշել է. Ինչ խոսալ, որ իրանց ոտի տակը մաքրեն, մեր եկեղեցիները մաքուր պահեն, հին կոշիկ ու ավելու պոլիշոր չպահեն, դրա մասին պետք է խոսանք, քննարկենք, ասենք որ չի կարելի։ Բայց դե նաև չպետք է կառավարությանը։ Ինչ եկեղեցու ներսի մաքրությունը լուծել կառավարության տիրույթում, եթե եկեղեցին դիմի, որ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ, միգուցե քննարկենք։ Նորմալն է, եթե դեն խնդիր կա, պետք է դա փոխադարձ վիրավորանքներով, այսպես կոպիտ արտահայտությունից այդ հարցը լուծվի։ Տեսարանը, որ ես տեսել եմ նկարներով, կոպիտ գնահատական արժաններ։ Ադրբեջանի գերնպատակը հայոց ազգի բնաջնջումն է։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է աշխարհաժողով շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունների քայլերը նպաստում են, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Եվ մենք չենք կարող ինքնախապեյությամբ զբաղվել, ասել, որ ճշնամին ուզում է մեզ հետ խաղ ապրել։ Ո՞վ է իրեն խանգարում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքի հիմա։ Մենք տեսնում ենք, որ Երևանյան իշխանությունները պատրաստ են կնքել, բայց Ադրբեջանի գերնպատակը հայոց ազգի բնաջնջումն է։ Իրենք չեն ուզում, որ մեզ հետ խաղաղ ապրեն։ Իրենց պետականությունը ձևավորված է հենց այն գաղափարի շուրջ, որ հայերը չապրեն Կովկասում եւ Մերձավոր Արևելքում։ Իրենք ուզում են մեզ արմատախիլ անել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հերթական հրապարակումն է արել եկեղեցու եւ եկեղեցականների մասին։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեվորականները պետք է հեռանան հոգեվոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգեվոր ու բարոյական արժեքներ, նշել է Փաշինյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Էրոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Պաղեստինյան համաշարժումը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայի հատվածում 60-օրյա զինադադարի շուրջ, հաղորդում է Ալ-Արաբիա հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին։ Համասը և Իսրայելը համաձայնության են եկել 60-օրյա զինադադարի շուրջ, հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանց տեղեկությունների համաձայն Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել են կողմերի կողմից հրադադարի համաձայնության մասին։ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանի պատվիրակության կազմը նույնը կլինի։ Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նույն ռուսական պատվիրակությունը, ասել է նա ի պատասխան հարցի։ Մայիսի 15-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցային խմբի անդամներ են հաստատվել փոխարտգործնախարար Միխայել Գազուլինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության նախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Տեսլայի բաժնետոմսերն աճել են ավելի քան 2%-ով այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Իլոն Մասկը դուրս է գալիս Թրամփի վարչակազմից, ինչը ներդրողներին հույս է տվել, որ նա կրկին կենտրոնանալու է ավտոարտադրողի վրա։ Մասկի քաղաքական հակվածությունները վերջին շրջանում Տեսլայի համար առաջացրել էին բոյկոտի ալիքներ և վնասել ապրանքանիշի հեղինակությունը։ Անցած տարում Տեսլան արձանագրեց վաճառքի անկում, ինչը մեծացրեց ճնշումը Մասկի վրա, կրկին կենտրոնանալու իր գլխավոր բիզնեսի վրա։ Նրա հայտարարությունը, որ կկրճատի իր քաղաքական ծախսերը և կսահմանափակի մրցակցությունը վարչակազմի գործերին, դրական ազդակ է տվել բաժնետերերին։ Հենց նոր Մասկը հայտնել է, որ Տեսլան արդեն փորձում է անշարժ վարորդով Մոդել Y ավտոմեքենաներ Օսթինում և ծրագրում է առաջին մոդելի առաքումը հունիսին։ Սպասվող ռոբոտաքսի ծառայությունն ու Optimus մարդանման ռոբոտների թողարկումը համարվում են Տեսլայի ապագա հաջողության հիմնական գրավականները, հայտնում է Reuters-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտարարել են, որ մշակվել է նոր պատժամիջոցների փաթեթ Ռուսաստանի դեմ, որը սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ նոր սահմանափակումները նախատեսում են միջոցառումներ, որոնք վերաբերում են բանկային և էներգետիկ ոլորտներին։ Ըստ աղբյուրների, փաթեթը լիովին պատրաստ է և մնացել է միայն նախագահի ստորագրությունը, որպեսզի այն ուժի մեջ մտնի։ Սա կարող է հերթական քայլը լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումների շրջանակներում, որոնք վերջին տարիներին տարբեր բնագավառներում սաստկացել են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Մոսկվայում գտնվող Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսօր նախագահը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որը գտնվում է Մոսկվայում, ասաց նա։ Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը և Ուկրաինան առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացնեն ուղիղ բանակցությունների նոր փուլը, հայտարարել են Սպիտակ տանը։ Նշվում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի, եթե Թրամփը որոշի Թուրքիայում կայանալիք բանակցություններին ուղարկել իր ներկայացուցչին։ Մենք կհաղորդենք, եթե նախագահը որոշի ներկայացուցիչ ուղարկել։ Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, ճեպազրույցի ընթացքում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Միաժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան գալիք շաբաթ Ստամբուլում սպասելու է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի բանակցությունների մասնակից պատվիրակություններին և պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը։ Անկարան ակնկալում է, որ նախատեսվող բանակցությունները կնպաստեն կրակի դադարեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական բանակցությունները։
Իսրայելը համաձայն է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի ռեժիմին, որը առաջարկել էր Միացյալ Նահանգները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Իսրայելը համաձայնել է այս առաջարկին նախքան այն Համասին ուղարկվելը, նշել է նա։ Լևիթը հավելել է, որ ինքը չգիտի, արդյոք պաղեստինյան Համասը ընդունել է Վաշինգտոնի առաջարկը, թե ոչ։ Կիպրոսը նախատեսում է հայրենադարձության ծրագիր սկսել սիրիացի ընտանիքների համար, ովքեր հետ են կանչում ապաստանի դիմումները, որը թույլ կտա ընտանիքի մեկ չափահաս անդամին մնալ կղզում եւ աշխատել։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։ Կիպրոսի միգրացիայի նախարար Նիկոլաս Յոաննիդիսը հայտարարել է, որ հաջորդ ամսից ֆինանսական խթաններ կներդրվեն ապաստան հայցող ընտանիքների կամ միջազգային պաշտպանություն վայելող ընտանիքների համար կամավոր Սիրիա վերադառնալու համար։ Նա լրագրողներին ասել է, որ ծրագիրն իրականացվում է Եվրամիության հետ համաձայնեցված։ Եվրամիության անդամ Կիպրոսը մեկ շնչի հաշվով սիրիացի ներգաղթյալների ամենամեծ ընդունողներից մեկն է։ Կիպրոսի պաշտոնյաներն ասում են, որ 2500 սիրիացի հետ է կանչել ապաստանի դիմումները կամ հրաժարվել պաշտպանության կարգավիճակից, իսկ մոտ 2400-ը վերադարձել են հայրենիք։ Երեք կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը հերթական անգամ հարձակում էր գործել հայ առաքելական եկեղեցու վրա, այս անգամ եկեղեցին որակելով որպես չուլան։ Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին արված ձևակերպումներն առաջացրել են ժողովրդի զայրույթը, արտահայտում գտնելով մեկնաբանությունների եւ ֆեյսբուքյան գրառումների տեսքով։ Մեկնաբանություններ են եղել նաեւ հոգեվոր դասի ներկայացուցիչների կողմից։ Այսօր առավոտյան արդեն Փաշինյանը հանդես է եկել ուշագրավ հրապարակումներով։ Դրանցից մեկում նշել է. «Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես», գրել է Փաշինյանը։ Սրան հետևել է հաջորդ գրառումը։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Այս թեմային վերաբերող հերթական գրառման մեջ Փաշինյանը նշել է. «Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը», եզրափակել է Փաշինյանը։ Գրառման մեկնաբանություններում սոցիալական ցանցի օգտատերերը տարօրինակ եւ երկրի ղեկավարին ոչ հարիր են համարել նման ոճի հրապարակումները։ Այս ամենից անմասն չի մնացել նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա եւս անդրադարձել է իր եւ ամուսնու վերջին աղմկահարույց գրառումների վերաբերյալ հանրային արձագանքին։ Նման իրավիճակներում միշտ երկու անդուր երևույթի ենք բախվում՝ տգեղ, անտակտ, խրախճանք, ծաղր բուլինգ։ Երկրորդը կեղծ բարեպաշտություն, գոլ խորհուրդներ, լացացնող ապշահար վրդովմունք։ Երկուսն էլ ավելորդ են եւ անպտուղ, նշել է Աննա Հակոբյանը։ Մայիսի 30-ին ժամը 0:10-ից մինչև 01:00 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը եւ խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ազգային ժողովի նախկին падգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբորը Սուրիկ Գրիգորյանին, որը Աֆշարի նախկին գյուղապետն է եղել։ Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հաստատում են, որ Արարատի մարզի Աֆշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նշենք, նախորդ ամիս հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով բռնագանձման պահանջ էին ներկայացրել Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, այդ թվում դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա, առանց հանգստյան օրերի, 24 եւ 7 ռեժիմով։
Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում մայիսի 30-ի կեսօրից հետո, հունիսի 3-ից 4-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ից 2-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 30-ից 3-ը, հունիսի 3-ից 4-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին եւ 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ից 3-ը, հունիսի 3-ից 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի եւ 2-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-ից 6 աստիճանով, հունիսի 3-ից 4-ին նույնքան կնվազի։